Հարգելիներս, ողջունում եմ, ինչպես գիտեք, այսօր մեկնարկել է Սահմանադրական դատարանում ընտրության արդյունքների գործի քննությունը ըստ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքների հետ անհամաձայնության պարագայում ընտրության մասնակից քաղաքական ուժերը հնարավորություն ունեն բողոքարկում իրականացնելու։ Այս պահի դրությամբ մենք կարելի է ասել Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում աննախադեպ իրավիճակում ենք, որովհետև ընտրության մասնակից այս քանակի ուժեր երբեք դիմում չէին ներկայացրել։ Հիմա քննվում է 7 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումներ, բոլորն էլ դիմել են ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու հիմքով։ Մասնավորապես ես ներկայացնում եմ Ուժեղ Հայաստան դաշինքը, մենք օգտվել ենք անվավերության բոլոր 3 հիմքերից էլ։ Այս պայդրությամբ գործի քննությունը հետևյալ փուլում է, դիմումատուները ներկայացնում են իրենց դիմումները եւ 3 քաղաքական ուժ արդեն ներկայացրեցին եւ հիմա ընդմիջման փուլում ենք գտնվում։ Ներսում ինչ է կատարվում, ինչպիսին է նաեւ դատավորների տրամադրվածությունը, որ միշտ ասում էր կողմնակալ են հաշվի առնելով, որ նրանց իշխանությունն է նշանակել, նկատելի է դառնում, թե ոչ։ Տեսեք, նախ նիստը բնականon չսկսեց, սկզբնական շրջանում առաջ ի սկզբանե քննարկվեց հենց անաչառության խնդիրը, կրկին միջնորդություն մի քանի տեսակի նորովի միջնորդություններ ներկայացվեցին, իհարկե մի քիչ սահմանադրաիրավական տեսանկյունից հետաքրքիր կլիներ մասնագիտական քննարկումներ անել, եթե չլինենք այսպիսի իրավիճակում, իսկ իրավիճակը հետևյալն է, ցավոք սրտի մեր երկրում որոշակիորեն սահմանադրական մշակույթը կաղում է, կա սահմանադրություն, կաղում է սահմանադրականությունը եւ ես լիահույս եմ, որ բարձր դատարանը իր անվանը այնուամենայնիվ հավատարիմ մնալով կկաշկանդվի այն փաստարկներով, որոնք այս քաղաքական ուժերը հենց հիմա ներկայացնում են, իսկ հավատացեք, քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները իրենց մասշտաբով այնպիսին են, որ լիովին հիմնավորում են, որ չէր կարող ընտրության արդյունքների վրա կոնկրետ մեկ քաղաքական ուժը, խոսքը քաղաքացիական պայմանագիրն է, իր ողջ նախընտրական գործընթացում, հենց բուն քվեարկության օրվա գործունեությունը հետևանքներ չթողեր ու չազդեր այն արդյունքների վրա, որին ի վերջո ականատես եղանք եւ դրա էպոպեան էլ արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով մի ողջ քաղաքական ուժի խաղից դուրս թողելն էր 3/5 իրականությունը փոխելու նպատակով, այսինքն ինչ տեղի ունեցավ կոնկրետ հաշվարկային 2 տեղամասային կենտրոններ անվավեր ճանաչեցին արդյունքները ու ասեմ ավելին, նմանաբնույթ իրավիճակ ունենք մի շարք այլ տեղամասային կենտրոններ, ինչու հենց այդ 2 տեղամասային կենտրոնները կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ արդյունքների անվավերության ուղով գնաց եւ վերաքվեարկություն չնշանակեց, ստացվեց, որ մոտ 30 ձայնի պատճառով շուրջ 60,000 ընտրողի կամքը առ-ոչինչ դարձավ։ Ասում են դա այլ ընդդիմություններ, որտեղ ասում են այդտեղ զինվորներն են քվեարկել, ժամի խնդիրը դա բաց այդ մանիպուլյացիա եւ սուտը, ասեմ ավելին, փորձում են մի անգամ ներկայացնել, որ ընդդիմության դիմումների հիման վրա են անվավեր ճանաչել, դա տեղի է ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ, իսկ զինվորներին թիրախ դարձնելը եղել է պատասխանատուների սխալ աշխատանքների եւ զինվորների տեղավորման ուղեկցման արդյունք, որովհետեւ ինչ է նշանակում զինվորներին դարձնել մի ողջ հանրության թիրախ, 8-ին մի քանի րոպե պակաս տանել տեղամասային կենտրոն, մտցնել շինություն եւ կարգ է խախտվել, այո, եթե իրենք 8-ին 1 պակաս էլ մտնեին տեղամասային կենտրոն, իրավունք ունեին մինչեւ վերջ իրականացնելու քվեարկությունը, բայց տեղամասային կենտրոնում չեն գտնվել, իրենք շենքում շինությունում էին գտնվում եւ պարբերաբար տեսահսկվող սենյակից դուրգերմուտ էին իրականացում, այնպես որ կարգը խախտված է եղել։ Պատրաստ եք նոր ընտրությունների, եթե օրինակ տեսականորեն ստացվի այնպես, որ Սահմանադրական դատարանը կհամարի այս ընտրությունները անվավեր եւ նոր ընտրություններ կգրկի։ Իսկ եթե մենք պատրաստ չլինենք, արդյոք մենք անվավերության դիմում կներկայացնենք։ Բնականաբար, եթե մենք լեգիտիմությունը այս ընտրական գործընթացի վիճարկում ենք, եթե մենք հաստատներ ենք ներկայացնում, որ միջամտություններ են եղել եւ միջամտությունները իրենց տեսակով, քանակով ու ծավալով այնքան են եղել, որ էական ազդեցություն են ունեցել վերջնական արդյունքների վրա, բնականաբար մենք պատրաստ ենք բոլոր զարգացումներին, առավելապես անվավերության հիմքով զարգացումներին։ Շատ անկառույց հայտարարություն եք արել իրանցի
Հարգելիս, մենք նախ առաջին հերթին հիմա սահմանադրական դատանի դիմաց ենք գտնում, երկրորդն էլ այդ թեմատիկայով ես բացատրություն տեսանյութ եմ ներկայացրել, կխնդրեի ծանոթանալ։ Ալիկ Ալեքսանյանի ձերբակալությունը ընտրություններից առաջ ինչով եք պայմանավորում եւ միջազգային ինչ-որ արձագանք ինչու չկա։ Ալիկ Ալեքսանյանի ձերբակալությունը դասական քաղաքական միջամտություն է, քաղաքական հետապնդում է մեր ուժի նկատմամբ եւ ոչ միայն Ալիկ Ալեքսանյանը, Ալիկ Ալեքսանյանը մեր քաղաքական ուժեղ Հայաստանի կարկառուն դեմքերից էր, ով վայելում էր հանրային սեր եւ աջակցություն։ Բնականաբար նպատակը այդ վախի մթնոլորտ ձևավորելն է, վախի մթնոլորտը հրահրելն է եւ սնելն է։ Եվ ես մեր պայքարը, ինչ նպատակ ունի։ Նպատակն է ունենալ այնպիսի պետություն, որտեղ մարդիկ այլախոհության ընդդիմադիր հայացքների համար, հատկապես ընտրապայքարի նախաշեմում այսպիսի խաղի կանոնների խախտմամբ հետապնդումների չեն ենթարկվում, ազատությունից չեն զրկվում բացառապես մի նպատակով, որ այլախոհ քաղաքական ուժին ճնշեն եւ ձայնագողությամբ զբաղվեն։ Նշանակվի, որքանով եք լավատես, որ նույն ընտրախախտումները չեն կրկնվի եւ ինչ միջոցներով եք փորձելու ազդել կանխել դրա վրա։ Տեսեք, եթե մենք վախերով առաջնորդվենք, օրինակ մտավախություն արտահայտենք, որ էլի են ընտրախախտումներ լինելու, էլի միջամտություններ, այսինքն մտածելով, որ սցենարային զարգացումները կրկնվելու են, հաշտվենք ապօրինի ոչ լեգիտիմ իրականության հետ, մենք այնուամենայնիվ մեզ կաշկանդում ենք ու կաշկանդել ենք, ինչքան էլ որ մեր նկատմամբ իրավունքի շրջանակները սահմանազանցվում են, առաջնահերթություն ենք հռչակել իրավունքի գերակայությունը, օրենքը եւ օրինականությունը եւ հետեւապես եթե տեսնում ենք ու արձանագրել ենք այսքան մասշտաբային խախտումներ, մենք այլ ուղով հնարավոր չէր որ զարգացումներն ապահովենք։ Եթե այնուամենայնիվ դատարանը անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, ինչ հետագա անելիքների օրակարգում եք։ Տեսեք, սահմանադրական դատարանը հիմա եւս հանրային ուշադրության կենտրոնում է գտնվում եւ առնվազն չօգտվել մանդատների բաշխման կարգի իր իրավազորությունից, ես կարծում եմ հենց սահմանադրական դատարանի կողմից հիմնակարային հարված կլինի իր իսկ հեղինակությանը, որովհետեւ այն հարցը, որ Բարգավաճ Հայաստանին դուրս թողնելը ընտրապայքարից թույլ չտալը, որ նվազագույն շեմը հաղթահարի, սա անկախ քաղաքական հայացքներից հանրային ընկալելիության տեսանկյունից անվիճելի հանգամանք է, բոլորը ասում են, որ առնվազն վերաքվեարկությունը պետք է ապահովել։ Հետևաբար սա արհեստական միջամտություն էր ու ես թույլ տվեք այնուամենայնիվ որպես սահմանադրագետ համոզմունք արտահայտեմ, լիափույսություն ավելի ճիշտ արտահայտեմ, որ սահմանադրական դատարանը այդպիսի բախտորոշիչ ու սուր հակաիրավական ուղղությամբ չի գնա։ Ոչ, մենք հայտարարել ենք, դեռևս գործընթացներ է գնում, սահմանադրական դատարանում քննություն է ընթանալու 15-օրյա ժամկետով եւ ըստ զարգացումների եւ նաեւ ըստ մեր ընտրողների հետ հանդիպումների ու քննարկումների որոշումը կայացնելու։ Մենք փորձելու ենք մաքսիմալ բոլոր ցանկություն հայտնած մարդկանց, իսկ մեր ընտրողներից բավականին բազմամարդ հատված է զանգված է անընդհատ կապի մեջ լինում, փորձում ենք բնականաբար իրենց հետ քննարկումներ կազմակերպել, ասեմ ավելին։ Բազմաթիվ քաղաքացիներ հիմա իրենց նախաձեռնությամբ գալիս եւ անդամագրվում են մեր կուսակցություն։ Օրինակ, եթե ընտրությունների արդյունքները չեղարկվեն, նոր ընտրություններ հայտարարվեն եւ այս անգամ եւս ընտրության արդյունքները էականորեն տարբերություն չլինի, այդ դեպքում ինչ գործողություններ եք անելու արդյոք այդ դեպքում կվերցնեք մանդատները եւ կգնաք Թե մենք հիմա դեռ անգամ որոշում չունենք, հետևապես այդ զարգացումներից սցենարային մի քիչ անշնորհակալ գործ է հիմա խոսելը, բայց այնուամենայնիվ մենք տեսանք, որ այդ սպառնալիքների հրի պայմաններում ահի ու վախի մթնոլորտի ձևավորման ու խթանման պայմաններում ինչքան մեծականակ մարդիկ իրենց ձայնը մի կերպ տեղ հասցրեցին, բնականաբար ես կարծում եմ, որ թե մեր, թե հանրության ուշադրությունը, թե արդեն մենք տեղորոշել ենք, ինչ բնույթի խախտումներ ու միջամտություններ թույլ տվեցին իրանց խախտումներ էին, որոնք նախորդիվ տեղի չէին ունեցել եւ այս ընտրական գործընթացը արձանագրում կատարեց, որ իշխանությունը գնաց լրիվ նախկինի տրամաբանությամբ, այլևս իրենք իրենց հռչակած ժողովրդավարության
հեղափոխության արժեքները դավաճանեցին եւ իրենք ասեմ ավելին, հա, ի տարբերություն անդադ համեմատում են, բա նախկինում այսպես էր արվում։ Իրենք կաշկանդված են մի քանի հարյուրապատիկ ավել անգամ մեկ քվեաթերթիկի միջամտություն իրականացնելու, իսկ միջամտությունները բազմատեսակ էին, հարյուրավոր տեղամասային կենտրոններում էին եւ ողջ նախընտրական քարոզչության ծիրում էին աննախադեպ մեծաքանակ ծավալներով։ Հետևաբար մենք վերահսկողական մեխանիզմներին ավելի լուրջ ու ճշգրիտ ձևաչափով ուշադրություն կդարձնենք։